Հարգելի գործընկերներ, հանդիմությունը հերթական անգամ չի դավաճանում սեփական ինքնությանը եւ անկեղծ չի, էլի։ Ես հիշում եմ, երբ որ դուք նախագիծ էիք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին եւ այն ժամանակ էլ մեզ մեղադրում էիք եւ ասում էիք, որ դուք բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը, հետո ինչ եղավ, հետո գնացին ձեր ներկայացուցիչները լուծարեցին Ղարաբաղը։ Հիմա դուք նախագիծ եք բերել ցեղասպանության ժխտումը իբրև թե քրեականացնելու, պաշտպանելու մարդկանցից, ովքեր որ փորձում են ժխտել, եւ պարզ է, չէ, դու ձեր նպատակը էլի որն է։ Ինչ ենք մենք ասում, ինչ է ասել վարչապետը իր հայտնի ելույթում, ասել է, որ մենք պետքա ունենանք ինքնահայեցում, որ մենք պիտի նայենք անցյալի եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել մեզ հետ, եւ դրա նպատակը պիտի լինի այն, որ մենք ապագայում չկրկնենք այն սխալները, որոնք որ մեզ բերել են որոշակի աղետալի հանգրվան։ Առնվազն այդ սխալների մեր բաժինը, որևէ մեկը չի ասում, որ ամբողջ սխալները կամ ամբողջ մեղքը մեր վրա է եւ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է։ Սա կոչվում է ինքնահայեցում։ Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը հեք է արել եւ կոտրել է, այսինքն եւ ձեր ինքնության մեջ այնտեղ ինքնահայեցումը չկա։ Դրա համար երբ որ ասում եք եկեք մի հատ ինքնահայեցվենք, դուք ասում եք մի րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանան։ Հիմա ես ուզում եմ բերեմ մի հատ ուրիշ մարդու օրինակ, որը եւս կոչ էր անում ինքնահայեցման, եւ դա անում էր 1920-ական թվականներին։ Մի այդպիսի գիրք կա, հարգելի գործընկերներ, երևի կարդացել եք։ Այդ գիրքը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի, Հովհաննես Քաջազնոնի։ Եվ այս գրքում Հովհաննես Քաջազնոնին ահա անում է այսպիսի դատողություններ, այսպիսի մտքեր է զարգացնում։ Ասում է. 1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թուրքահայերի բռնի տեղահանությունը, մասսայական աքսորներն ու ջարդերը մահացու հարված հայ քաղաքական դատի համար։ Եվ դարձյալ պարաբան կլիներ հարց դնել այսօր, թե որ չափով է անդրադարձել մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Իսկ ինչ է ասում ձեր տրամաբանությամբ Հովհաննես Քաջազնոնին։ Հովհաննես Քաջազնոնին զբաղվում է ինքնահայեցմամբ։ Ասում եմ, եկեք հասկանանք մեր գործողությունները։ Ինչ ազդեցություն են ունեցել թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Հիմա պարոն Մինասյան, ձեր նախագիծը, ձեր նախագծով պետքա քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնոնի վրա։ Եվ Հովհաննես Քաջազնոնին ասում եմ, եկեք ինքնահայեցմամբ զբաղվենք։ Ու դուք բան եք անում, դուք ասում եք, չէ, դա մերը չի, հետո մեզ եք մեղադրում պատմական անցյալի ձրաժարվելու համար։ Դուք հերթական անգամ ուրանում եք Քաջազնոնու եւ Դաշնակցությանը։ Կամ ասում է Հովելի Քաջազնոնին, կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ։ Կարծես մի մեծ առաքինություն էր, մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ։ Ինչ է ասում Քաջազնոնին, ասում է, եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, եւ պատահականորեն ինքը այդ ինքնահայեցումը անում է մի գրքում, որը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ ես ավարտելով իմ ելույթը ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի, սիրելի հարգելի գործընկերներ։